Այս հիվանդությունը սովորաբար դանդաղ է ընթանում, ավելի արագ զարգանում է 30-ից 50 տարեկանում և ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ։ Հիմնականում զարգանում է անհարմար կոշիկ կրելու կամ վնասվածքների պատճառով։ Ունի նաև ժառանգական նախատրամադրվածություն։ Հիվանդության զարգացման ծանր ձևերի դեպքում բթամատի հոտը կարող է չափերով մեծանալ, ցավել, եղանակի փոփոխության ժամանակ ասես տնքալ։ Ինչպես վաղ փուլում հայտնաբերել պաթոլոգիան, ինչ բարդություններով է հղի, և ինչու է բացառապես վիրահատական միջոցը տվյալ դեպքում ցուցված, բժշկի մոտ ներկայացնում է Իզմիլյան բժշկական կենտրոնի օրթոպեդ վնասվածքաբան Նարեկ Չալիկյանը, նախ խոսելով առհասարակ ոտնաթաթի տարածված պաթոլոգիաների մասին։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավիրելու համար։ Նշեմ, որ ոտնաթաթի պաթոլոգիաները ոտնաթաթի ձևի, կառուցվածքի և շարժգործառույթի ֆունկցիայի խանգարումն է, որի հետևանքով առաջացնում են ոտնաթաթում ցավեր, դեֆորմացիաներ և անհարմարություն։ Հաճախակի հանդիպող ոտնաթաթի պաթոլոգիաներից են հիմնականում հարթաթաթությունը, որը լինում է և միջաձիգ և երկայնական հարթաթաթություն, լինում են առաջին մետատարզալ ֆալանգային հոդի դեֆորմացիաները, որոնք որ ժողովուրդը գիտի կոչ հասկացողությունը, հալյուքս վալգուս ախտորոշմամբ, 5-րդ մատի ոսկրի դեֆորմացիան, կրունկային խթաները, որոնք ժողովուրդը ասում է շպորաներ, կրունկի ցավերն են, ոտնաթաթի ներբանի, ոտնաթաթի այսինքն տակի թաղանթի բորբոքումը, ներբանային ֆասցիտները, մրջանման դեֆորմացիաները, ոտնաթաթի վնասվածքներից հետո առաջացած արթրոզները, արթրիտները, կոտրվածքները, կապանային անբավարարությունները, ջլային անբավարարությունները, որտեղ այսօր գիտենք, որ ոտնաթաթը ամբողջությամբ վերցնում է մարմնի ծանրաբեռնվածությունը։ Իսկ առավել շատ որոնք են ձեր պրակտիկայում հանդիպում այդ ձեր թվարկած պաթոլոգիաներից և ինչով է պայմանավորված դրանց տարածվածությունը։ Այո, հիմնականում մեզ դիմում են այն պացիենտները, ովքեր որ ունեն ոտնաթաթի առաջին հատվածի ցավեր և դեֆորմացիաներ, նշեմ, որ որոշ պացիենտներ գալիս են ցավի պատճառով և կան որոշ պացիենտներ գալիս են զուտ էսթետիկ բնույթի խնդիրը վերացնելու նպատակով։ Ցավոք սերտե այսօր հաճախակի են հանդիպում հենց ոտնաթաթի առաջին մետատարզալ ֆալանգային հոդի դեֆորմացիաները, որը ժողովուրդը նշում է հալյուքս վալգուս, դա կոչ հասկացողությունն է, այսինքն երբ որ ոտնաթաթի առաջին մատը թեքված է դեպի դուրս և հիմնային ոսկորը թեքված է դեպի ներս, և այդ անկյան շնորհիվ հիվանդի մոտ առաջանում է հենց այդ կոչ հասկացողությունը, ոտնաթաթի դեֆորմացիան, որի հետևանքով էլ սկսում է հոդը մաշվել և հիվանդի մոտ առաջացնել ավելորդ հեղուկ և ցավ։ Հիմնականում դա է, և երկրորդ խնդիրը, որը որ հիմնականում դու կրունկի շրջանում ցավերն են, որոնք որ հիմնականում հենց այդ շպողը հասկացողությունը, որի բուժումը զանազան են իհարկե, և ֆիզիոթերապևտիկ, և վիրահատական։ Իսկ որոնք են նպաստող գործոնները տվյալ պաթոլոգիայի զարգացման։ Նշեմ, որ հալյուքս վալգուս ախտորոշման հիմնական պատճառը ավելի շատ հանդիպում է նախ կանանց մոտ։ Պատճառներից մեկը դա երբ որ մկանային տոնուսը թույլ է, կապանային անբավարարություն կա և ոտնաթաթի ոսկրերը ամբողջությամբ նորմալ դիրքում չի պահպանվում, դրան նպաստում է անհարմար կոշիկները հիմնականում բարձրակրունկները, այո, մոտավորապես 6-7 սանտիմետրից բարձր կոշիկները, երբ որ պացիենտները հագնում են, ամբողջ նագրոսկան ընկնում է ոտնաթաթի առաջային հատվածի վրա և հենց ոտնաթաթի առաջային հատվածը փռվում է և առաջանում է հենց նույն այդ նշված դեֆորմացիան, և երկրորդ պատճառը էլի անհարմար կոշիկն է, որը որ հիմնականում լինում է առջևի հատվածում, երբ որ շատ նեղ է ու ոտնաթաթի մատերի համար տարածքը անբավարար է, և դրա հետևանքով սկսում է քրոնիկական կապանային անբավարարություն առաջացնել և սկսում է այդ դեֆորմացիան, մատները ամբողջությամբ ծռվում են։ Բութ մատը, այսինքն առաջին մատը թեքվում է դեպի դուրս, երկրորդ մատը բարձրանում է վերև, երրորդը իջնում է ներքև, ու այսպիսի առաջանում է և միջաձիգ հարթաթաթություն և հալյուքս վալգուս։ Իսկ պաթոլոգիան ինքնին զարգացման ընթացքում, առաջնային զարգացման ընթացքում ընթանում է անախտանիշ, թե ամեն դեպքում իր մասին զգացնել է տալիս և հնարավոր է առաջնային փուլում ախտորոշել։ Իրականում հիմնականում պացիենտները դիմում են այն պարագայում, երբ որ
իրանց մոտ դիտվում է ցավային համախտանիշ, то есть շատ դեպքերում մեծամասնությունը կարելի ասել իրենք երբեք քիչ է ստացվում որ գան ուղղակի դեֆորմացիան շտկելու համար, այսինքն գալիս են վիրահատվում են պարագայում, երբ որ արդեն բութ մատը արդեն 30 աշճանից ավել ունի թեքվածություն, այսինքն ախտորոշումը բավական ծանր ստադիայում է, այդ դեպքում են հիմնականում ես դիմում, բայց այսօր տենդենս կա, որ երիտասարդ աղջիկները, ինչքան էլ որ հալյուքս վալգուս ախտորոշումը ինքը ֆունկցիոնալ վիրահատություն է, այսինքն մենք շտկում ենք հիվանդի ֆունկցիան, բայց նաև որոշ պարագաներում նաև աղկա է էսթետիկ հարց, որը որ երիտասարդ աղջիկները դիմում են, զուտ ցավ չունեն, բայց ուզում են էսթետիկ իրանց ոտնաթաթի կառուցվածքը շտկեն, որպեսզի կոշիկների մեջ ավելի գեղեցիկ լինի։ Իսկ մեծահասակները դիմում են այն ժամանակ, երբ որ առկա է ցավային համախտանիշ, չեն կարողանում քայլել, մատի դեֆորմացիայի անկյունը բավական մեծ է եւ ստիպված են գալիս արդեն վիրահատության։ Երկու պարագայում էլ գալիս են։ Ազդող գործոններից են նաեւ ժառանգական նախատրամադրվածությունը, մարդիկ կան հագնում են նորմալ կոշիկներ, ոչ մի բան չկա, բայց սոտիկի կա այդ ֆակտորը եւ դրա հետևանքով բերվում է այդ դեֆորմացիայի։ Երկրորդ պատճառներից դա հորմոնալ դիսբալանսն է, երբ որ կա օստեոպարոզ, որի հետևանքով նաև կապանային անբավարարություն է լինում եւ ոտնաթաթը այդ ժամանակ նույնպես դեֆորմացվում է։ Եվ նշեցի հենց անհարմար կոշիկները, որի մասին արդեն խոսեցի։ Բժիշկ, ձեր խոսքից կարելի է ենթադրել, որ այս պաթոլոգիայից զերծ կարող են մնալ միայն տղամարդիկ, այդպես է։ Իրականում տղամարդիկ, քանի որ ֆունկցիոնալ տեսակետից ավելի շատ են ծանրաբեռնվում, ու միշտ իրանք հագնում են լայն կոշիկներ, բոթազներ կամ ինչ-որ լայն կոշիկներ, որոնք որ չեն սեղմում, բարձրակրունկներ չեն հագնում, ու ոտնաթաթի կապանային սիստեմը իրանց մոտ ավելի ուժեղ է, իրանց մոտ պաթոլոգիան շատ ավելի հազվադեպ է։ Չեն բացառում, լինում են պաթոլոգիաներ, որոնք որ տղամարդիկ են գալիս։ Ես ունեցել եմ պացիենտ, հենց տղամարդ, որը որ եկել է, ոչ թե իր մոտ ավելի շատ ոտնաթաթ հենց առաջին մատի դեֆորմացիաներ, իհարկե կար դեֆորմացիա, բայց այլ հենց այդ հոդի, մետատարզալ ֆալանգային հոդի բորբոքումներ։ Այսինքն նագրուսկայի հետևանքով կարող է ճիշտ է մատը չթեքվի դեպի դուրս, բայց բորբոքում առաջացնի, որը կոչվում է նաև բունիոն, որը որ վիրահատական եղանակով հեղացնում ենք։ Իսկ հիմնականում որ տարիքում է հայտ գալիս պաթոլոգիան առավել հաճախ։ Եթե պացիենտի մոտ կա ժառանգական ֆակտոր, քանի որ ես երիտասարդ փոքրերի հետ եմ աշխատում, ես ունեցել եմ երեխաներ 14 պլյուս մինչև 14-ից 18 տարիքային խումբ, որոնք որ դիմել են ու այդ իրանց մոտ նույնպես աղկա է եղել այդ ախտորոշումը, ուստի այդպիսի պացիենտներին մենք ավելի շատ ռեհաբիլիտացիոն բուժում ենք առաջարկում մինչև չափահաս դառնալը, ու եթե չափահաս տարիքում արդեն ինքը զգում է իրան անհարմարություն իր շրջապատի մեջ, ինքը գալիս է վիրահատվում է։ Փորձում ենք մենք ավելի շատ սպասողական ռեժիմ այդ տարիքում։ Ինչ հետազոտությունների միջոցով ենք բացահայտում տվյալ պաթոլոգիան։ Նշեմ, որ հալյուքս վալգուս ախտորոշումը ունի մոտավորապես 200-ից ավելի հեղինակ վիրահատություն։ Մենք մեր երկրում ընտրել ենք մեր բնակչությանը համապատասխան վիրահատությունների ցանկ, որոնք որ առաջարկում ենք, դրանք մոտավորապես մինչև 5 վիրահատություններ են։ Վիրահատությունները կախված են հիվանդի ոտնաթաթի դեֆորմացիայի աստիճանից, այսինքն մենք որոշում ենք ինչ վիրահատություն պետք է առաջարկենք, բայց բոլոր վիրահատությունների արդյունքը նույնն է։ Ուղղակի միջև վիրահատությունը ոտնաթաթի դեֆորմացիան տեսնելով, կատարելով ռենտգեն հետազոտություն, տարբեր դիրքերում, հենվելով, ծանրաբեռնելով, թեք դիրքերով կատարում ենք այդ հետազոտությունները, կատարում ենք չափագրումները։ Չափագրումներից հետո նոր հիվանդին պատասխանում ենք, то есть վերջնական արդյունքը ինչ մեթոդիկայով ենք մենք անելու այդ գործողությունը։ Այսինքն բուժման տարբերակը բացառապես վիրահատական է։ Նշեմ, եթե արդեն առկա է դեֆորմացիա, ոչ մի կոնսերվատիվ մեթոդ, ինչքան էլ հեռուստաալիքներով ռեկլամարում ինչ-որ կորսետներ կամ ինչ-որ ապարատներ, որոնք որ շտկում են, դա պրոստը անհնարին է։ Հեռուստաալիքներով ցուցադրվող այդ ապարատները, որոնք որ շտկում են հալյուքս վալգուսը, դա այն ժամանակ է, երբ որ չկա այդ պրոցեսը ու դու կանխարգելում ես, այսինքն չես ուզում որ այդ պրոցեսը քո մոտ լինի, դու կանխարգելում ես, բայց երբ որ արդեն կա դեֆորմացիա, կապանային համակարգը կարճացել է, ջլերը կարճացել են, արդեն առկա է դեֆորմացիա ու առկա է ժողովրդի ասած կոչ հասկացողությունը, այդ բaragայում ուղղակի պետք է կատարել վիրահատություն։
Բժիշկ հաշվի առնելով մեր հայկական մենթալիտետը, երբ հատկապես խոսում ենք կանանց մասին, աղջիկների մասին, մեր կանայք, մայրիկները, տատիկները շատ հաճախ, այսպես ասած, ականջի հետև են գցում խնդիրները եւ երբ դանակը հասնում է ոսկորին, նոր են դիմում բժշկին, այս դեպքում ուզում եմ խոսենք նաեւ բարդությունների մասին, պաթոլոգիայի բարդությունների։ Ես առաջինը խորհուրդ կտամ դիմել այս խնդիրով կամ հակում ունեցող բոլոր մարդկանց մեր ժողովրդին, ովքեր որ ունեն նույնիսկ հակում, դիմել բժշկի, ստանալ բժշկի խորհրդատվություն, հասկանալ կարա լինի այդպես դեֆորմացիա, թե չի կարա լինի, կամ հակում կա, որ կարա առաջանա, որպես դա խորհրդատվություն իհարկե, եւ բարդության տեսակետից վերցնենք հալյուքս վալգուս ու ցանկացած վիրահատություն, որ մենք անում ենք, բոլորն էլ լի են բարդություններով իհարկե։ Ու ամենաքիչ բարդություններն են իհարկե հալյուքս վալգուս ախտորոշմամբ վիրահատվող հիվանդները։ Բոլոր իմպլանտները, որոնք որ տեղադրվում են, իհարկե դա ռիսկ է օրգանիզմի համար որպես ինֆեկցիոն տեսակետից, եւ եթե կոնկրետ օրինակով բերեմ իմ պացիենտների վրա, բոլոր այն պացիենտները, որոնք որ լսում են բոլոր խորհուրդները հետ վիրահատական, որոնք որ բավական հեշտ են, բավական հիվանդը հենց հաջորդ օրը վիրահատությունից քայլում է, նույնիսկ ուղարկում ենք տուն, այսինքն եթե դա ամբողջ բժշկի նշված խորհուրդները կատարվում է, ոչ մի բարդություն կարելի ասել չի կարող առաջանա։ Դրա համար ես խորհուրդ կտամ ուղղակի գալ բոլոր այդ մարդկանց, ովքեր որ թեկուս հակում ունեն, գան ուղղակի կոնսուլտացիա հասկանան իրենք այդ խնդրումը կարան ունեն, թե չէ, պարտադիր չի գան վիրահատության։ Ուզում եմ խոսենք այ բարդություններից անդառնալի հետևանքների մասին, բարդությունների անդառնալի հետևանքների մասին, նկատի ունեմ, եթե օրինակ չենք դիմում բժշկի եւ ասում ենք, հա դե կանցնի կամ չգիտեմ, տնային պայմաններում, տատիկ-պապիկի խորհուրդներով, այսպես ասած, բուժելու շատ մասնագիտական, շատ բարդ հարց տվեցիք իհարկե, էլի կոնկրետ օրինակի վրա կբերեմ, ու ինձ դիմել էր պացիենտ, որը որ իր մոտ երևի 40 աշտանից ավել անկյուն դեֆորմացիա կար ոտնաթաթի առաջին մատի եւ բութ մատի դեֆորմացիան այնքան շատ էր, որ երկրորդ, երրորդ, չորրորդ մատերը իրանք էլ իրանց հերթին էին դեֆորմացվել, ու այդ պացիենտը չէր դիմում բժշկի զուտ ձեր ասած ձեր նշած հարևանների խորհուրդներով, չգիտեմ, ինչ որ կապում են սող կանաչի եւ այլն, ասենց ինչ որ գործողություններ են անում, որոնք որ կարող է ինչ որ ժողովրդական հին ձևերով ցավը կարողացել է հանել, որով որ իրանք մտածել են, որ խնդիրը լուծվել է, բայց դեֆորմացիան այդ պարագայում էլի շարունակվել է ու երբ որ արդեն ցավի շոկը, ցավային շոկ հասկացողությունը առաջին, որ պրոստը պացիենտը չի կարողանում այտենց ապրել արդեն ստիպողաբար sense իրանց sense բրթելով բերում է հիվանդանոց, այդ ժամանակ անում ես վիրահատություն, բայց արդեն այն արդյունքը, այն լավ արդյունքը, որ դու ես սպասում, չես կարող ստանաս։ Եվ հնարավոր է նորից վիրահատության հետ բախվենք, նոր վիրահատության։ Ես անձամբ sense ասեմ, իմ գործողության ժամանակ ես պացիենտին միշտ սկզբից ասում եմ, ինչ արդյունք է ինձնից ստանալու, ակնկալելու։ Կոնկրետ այդ պացիենտին ես ասել եմ, գիտեք ինչ, ես ձեզ կտամ 50% արդյունք, դուք չեք ունենա ցավ, բութ մատը կշտկվի, բոլոր մատերը կշտկվի, բայց չի լինի իդեալական։ Այսինքն պացիենտը պետք է սկզբից նաև հասկանա, որ ինքը ինչի է գնում, որովհետև ցավոք սրտի մեր երկրում շատ բաներ կա ֆինանսական հարցեր, որ դու չես կարող պացիենտին, որը որ մարզից ինչ-որ գյուղից եկել է, ասես քեզ էս իմպլանտներն են պետք, որը որ չգիտեմ միլիոնից ավել է կազմում, ու այդ մարդը միանշանակ դա չի գնալու արդեն այդ գումարը լսելով այդ վիրահատությունը, ստիպված դու անում ես իր հնարավորություններին համապատասխան մաքսիմում լավ վիրահատություն, որ հիվանդը պրոստը իր կյանքի որակը բարձրանա, այսինքն կարող է քայլել, կարող է առանց ցավ ապրել։ Բայց չենք սարքում 20 տարեկանի ոտ, սարքում ենք 45 տարեկանի ոտնաթաթ, մարդը էլի մեզ շատ գոհ շնորհակալ գնում, այդ մեր ասած սկզբից ասած 50%-ը իր համար 100%-ից էլ ավել է ստացվում։ Մեկ հարց ունենք թեմայից դուրս մեր հետևորդների կողմից, հարցը հետևյալն է, առհասարակ կատարածված տեսակետ, որ ոսկրային խնդիրներ ունեցող հիվանդների վիճակը աշնան ձմռան շրջանում սրվում է, արդյոք դա միֆ է թե իրականություն։ Ես միանշանակ խորհուրդ կտամ, որ
թեկուզ ուղղակի կոնսուլտացիայի համար դիմեք մեր Հայաստանում գործունեություն ծավալած բժիշկների, որոնք որ մեծ փորձառություն են անցնում թե արտերկրում, թե այնտեղ։ Ցավոք սրտի այսօր կան իհարկե բժիշկներ, որոնք որ արտերկրից գալիս են, ասենց ասած, խոպան փող աշխատելու, այսինքն ռեկլամ անելով, որ գալիս ենք դրսից, մեր հայ հասարակության մեջ է մտած այդ գաղափարը, որ դրսից ուրեմն լավն է։ Նշեմ, որ մենք ոչ մի բանով չենք զիջում, դա իմ բազմաթիվ դրսում անցկացրած մեծ փորձառության հետևանք է այդ կարծիքին եմ եկել, հանգիստ դիմեք այդ անվճար խորհրդատվություններին, ռենտգեններ արեք, հետազոտեք, որսի խնդիրը չառաջանա։ Եվ երկրորդ խորհուրդս են կլինի, որ պետք չի դանակը հասնի ոսկրին, որը կարելի է շտկել շատ ավելի շուտ ու այդ խնդիրը շատ ավելի շուտ վերացնել, քան թողնել, որ լրիվ մատը դեֆորմացվի, հետո երբ որ արդեն էլ դանակը ոսկրին կհասնի, ժամանակ նոր կդիմենք, հիշեք, որ բժիշկները աստվածներ չեն, իրանք անելու են մաքսիմումը, որ դուք լինեք ավելի լավ ու ձեր կյանքի որակը բարձրանա։ Սա իհարկե հալյուքս վալգուսի վիրահատությունը դա ոտնաթաթի ֆունկցիոնալ վիրահատություն է, որովհետեւ հիվանդը կարողանա ֆունկցիոնալ տեսակետից իր կյանքի որակը բարձրանա, բայց նաև երիտասարդ աղջիկների մոտ դա նաև դիտվում է որպես էսթետիկ վիրահատություն, այսինքն ոտնաթաթի գեղեցկության վերականգնումն է։ Շնորհակալ եմ բժիշկ, շնորհակալ եմ ձեր հագեցած գրաֆիկից մեր ժամանակ տրամադրելու եւ այսչափ կարևոր թեմայի շուրջ մասնագիտական զրույցի համար։ Շնորհակալ եմ, որ ամեն ինչ լուսաբանում եք դուք։